Ավարտվել է ատոմային էներգետիկայի հարցերում մասնագիտացած ամերիկացի փորձագետների այցը Հայաստան։ Վաշինգտոնի ժամանած պատվիրակները մասնագիտացված են մոդուլային ռեակտորների կառուցման գործում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, որ կազմակերպությունն են ներկայացնում ամերիկացի մասնագետներն ու կոնկրետ ինչ են քննարկել Երևանում։ Մայիսի 19-ից 22-ը Երևանում էին ամերիկյան Sargent & Lundy ընկերության փորձագետները, եթե չեմ սխալվում, դա Ամերիկայում ամենահին ինժեներախորհրդատվական ընկերությունն է, որը մասնագիտանում է միջուկային էներգետիկայի հետ կապված հարցերում։ Այն հիմնադրվել է դեռևս 1891 թվականին եւ այս ընկերության մասնակցությամբ աշխարհում կառուցվել է ավելի քան 100 ատոմակայան։ Դեպի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում այս ընկերությունը օգնում է ատոմակայաններ կառուցել կամ վերագործարկել, նորացնել դրանք Եվրոպայի մի շարք պետություններում։ Իսկ վերջին փուլում ընկերությունը նաև մասնագիտանում է կոնկրետ հենց փոքր մոդուլային ռեակտորների կառուցման գործում։ Հենց նման ծրագրեր է ընկերությունը իրականացնում Արևելյան Եվրոպայի որոշ պետություններում, մասնավորապես Ռումինիայում եւ Սլովակիայում։ Նման մի նախաձեռնության շրջանակներում է հենց Երևան ժամանել այս ընկերության պատվիրակությունը եւ պատվիրակները հանդիպումներ են ունեցել եւ բանակցել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ։ Սա ընկերության փորձագետների առաջին այցը չի Հայաստան։ Պարզապես նախորդները այսպես հանրային չեն եղել, համենայն դեպս այդ այցերից հետո պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվել։ Այս այցից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվել է, բայց հետաքրքիրը այն է, որ տարածել է հաղորդագրությունը ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Եվ այդ պրես ռելիզում ընդգծվում է, որ որոշակի առաջընթաց կա եւ կոնկրետ նորությունը այն է, որ հաստատում է դեսպանության պրես ռելիզը, այն, որ փորձագետները ավարտել են տեխնիկա հիմնավորման վերաբերյալ իրենց գնահատականները եւ Հայաստանին առաջարկել են կոնկրետ 4 ամերիկյան տեխնոլոգիա մոդուլային ռեակտորներ կառուցելու վերաբերյալ եւ Հայաստանին առաջարկել են այդ 4-ից ընտրել Հայաստանի համար ամենաընդունելին։ Հավանաբար եղել է շատ ավելի շատ, կանգ են առել այս 4-ի վրա եւ այժմ Հայաստանը պետք է իր վերջնական որոշումը կայացնի։ Իսկ կոնկրետ որ 4 տարբերակներն են քննարկվում։ Դե կոնկրետ իհարկե չի հիշատակվում, թե որ ընկերությունների առաջարկներն են քննարկվում, սակայն մամուլ թափանցող տեղեկությունների վերլուծության հիման վրա կարող ենք ենթադրել, թե կոնկրետ որ ընկերությունների տեխնոլոգիաներն են առաջարկվել։ Կասկած չկա, որ այդ 4-ից 2-ը դա Nuskel Power ընկերության տեխնոլոգիան է եւ Westinghouse ընկերության առաջարկը։ Այս երկու ընկերությունների ներկայացուցիչներն էլ վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանում եղել են եւ բանակցել են Հայաստանի կառավարության հետ եւ իրենց առաջարկները ներկայացրել են։ Անցած տարի Westinghouse-ի ներկայացուցիչները բավական արդյունավետ բանակցություններ են ունեցել Երևանում եւ տպավորություններ ստեղծվում, որ պետդեպը հակված է հենց այս ընկերության առաջարկը, այսպես առաջ տանել եւ համոզել, որպեսզի այն ընդունվի, բայց բանն այն է, որ Westinghouse-ի որոշ նախաձեռնություններ Միացյալ Նահանգներում տապալվել են զուտ կոմերցիոն պատճառներով, բացի այդ Հայաստանի կառավարությունը հստակ հայտարարել է, որ մեր առաջնահերթությունը լինելու է այն, որ այդ տեխնոլոգիան չլինի էքսպերիմենտալ։ Իսկ բանն այն է, որ միակ տեխնոլոգիան, որը ստացել է Միացյալ Նահանգների միջուկային կարգավորման հանձնաժողովի սերտիֆիկացիան, դա Nuskel Power ընկերության առաջարկած տեխնոլոգիան է։ Բացի այն, որ Հայաստանում բանակցությունների են ուղարկվել հենց Sargent & Lundy ընկերության ներկայացուցիչները, նույնպես վկայում է այն մասին, որ Nuskel Power-ի շանսերը բավական մեծ են։ Բանն այն է, որ Sargent & Lundy-ն ակտիվ համագործակցում է եւ ռազմավարական դաշնակիցն է հենց այդ հիշատակած Nuskel Power ընկերության։ Եթե իսկապես այս տարբերակն է ընտրվելու, ապա Հայաստանում հավանաբար որոշում կայացվի կառուցել 8 հատ մոդուլային կայան, յուրաքանչյուրը 50 մեգավատ հզորության։ Ինչպես ասացի, 4 տարբերակներ են առաջարկել, հիշատակեցի միայն երկուսի մասին,
այն մնացած երկուսը նույնպես առաջադեմ տեխնոլոգիաներ են, ինչ որ իմաստով միգուցե նույնիսկ ավելի առաջադեմ, քանի որ օգտագործում են ավելի, այսպես, ինովացիոն վառելիք, մասնավորապես կարողանում են անգամ օգտագործել արդեն մեկ անգամ օգտագործված վառելիք, կրկին վերամշակելով այն, բայց բանն այն է, որ այդ նոր այլ տեխնոլոգիաները առայժմ բավականաչափ փորձարկված չեն եւ դա հաշվի առնելով չեմ կարող կարծել, որ նրանք մրցունակ կլինեն։ Արտեմ, ինչ խնդիրներ կան, որոնք կարող են խանգարել մոդուլային ռեակտորների կառուցմանը։ Դե գլխավոր խնդիրը իհարկե քաղաքական է, եթե մենք մերժենք Ռոսատոմի առաջարկը, պետք է հասկանանք, թե ինչ հետևանքներ դա կունենա, բայց ամերիկյան առաջարկները եւս ինչ որ իմաստով խնդրահարույց են, եւ դա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կոմերցիոն եւ տնտեսական բնույթի հարցերի հետ է կապված։ Պետք է հասկանալ, արդյոք ամերիկյան առաջարկը մրցունակ է եւ արդյոք հնարավոր կլինի ակնկալվող ներդրումները հետ բերել ներկայիս էլեկտրաէներգիայի սակագների պահպանման դեպքում։ Բանն այն է, որ NewScale ընկերությունը 21 թվականին Միացյալ Նահանգների Այդահո նահանգում փորձել էր կառուցել 77 մեգավատ հզորությամբ ահա այդպիսի մոդուլային ռեակտոր, բայց երբ պարզվեց, որ այդ ռեակտորի ինքնարժեքը 3.5 միլիարդից ավելանում է եւ հասնում է 9 միլիարդի, նախագիծը դադարեցվեց, քանի որ պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգներում գործող էլեկտրաէներգիայի սակագների պահպանության դեպքում այդ ներդրումները հնարավոր չի լինի պարզապես ետ բերել։ Նշեմ, որ Հայաստանում նախագծի արժեքը նույնպես 9 միլիարդ դոլար է, իսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները շատ ավելի ցածր են, քան Միացյալ Նահանգներում։ Այսինքն պետք է հասկանալ, արդյոք այս 9 միլիարդ դոլարը իրատեսական է վերադարձնել ներկայի սակագների պայմաններում եւ եթե ոչ, որքան պետք է արժենա 1 կիլովատ ժամի արժեքը, եթե մենք որոշենք այս տարբերակը ընտրել։ Շնորհակալություն, Արտեմ։